այլ հայացք Ադրբեջանի դիրքավորմանը։ Օրերս Ադրբեջանի նախագահը մասնակցեց ԱԴԱ համալսարանի կողմից կազմակերպված համաժողովին, որին հիմնականում հրավիրված էին ադրբեջանամետ միջազգային փորձագետներ։ Վերլուծելով եւ ամփոփելով ամենամյա այդ միջոցառման շրջանակում հնչած հայտարարությունները կարելի է առանձնացնել մի շարք ուշագրավ շեշտադրումներ։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հետ կապված ադրբեջանական կողմը փորձում է աղճատված ներկայացնել իրողությունները։ Ալիևը նշում է, թե գնդակը Հայաստանի դաշտում է եւ կոչ է անում ժամանակ չկորցնել։ Իրականում, սակայն, հայկական կողմը խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում ցուցաբերել է բավականաչափ կառուցողականություն, ինչն արձանագրել են նաև միջազգային տարբեր դերակատարներ։ Ավելին, Երևանը հանդես է գալիս պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին, պատրաստակամություն հայտնելով Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման վայրի եւ ժամկետների շուրջ։ Ստորագրման գործընթացը տորպեդահարող կողմը հենց Ադրբեջանն է իր առաջ քաշած նախապայմաններով, սահմանային էսկալացիայի իմիտացիայով եւ սադրանքներով։ Ադրբեջանական կողմը չի հրաժարվում նաև ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից։ Ալիևի խոսքով, քանի դեռ խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ, իսկ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, նոր ռազմական բախման վտանգը մշտապես կպահպանվի։ Ռազմատեն չռետորաբանությանը զուգահեռ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ձևավորել նաև հնարավոր ագրեսիայի լեգիտիմացման հիմքեր։ Դրանցից են հայկական կողմին ռևանշիզմի համար մեղադրելը, Հայաստանի կողմից հարձակման նախապատրաստման մասին կեղծ պնդումները, ռազմական կարողությունների վերականգնումը որպես ռազմականացում ներկայացնելու փորձերը եւ այլն։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը սեփական միլիտարիզացիան եւ միլիարդների հասնող ռազմական ծախսերը փորձում է բացատրել ինքնապաշտպանական նկատառումներով։ Այս առումով ուշագրավ է նաեւ Չինաստանի հետ ռազմարդյունաբերական ոլորտում գործակցության մեկնարկի մասին Ալիևի հայտարարությունը, ինչը լիովին նոր ուղղություն է։ Անդրադառնանք հաղորդակցություններին։ Ալիևը փորձում է Ադրբեջանը ներկայացնել որպես Հարավային Կովկասի առաջատար ուժ, որը կարող է կապել Եվրոպան, Կենտրոնական Ասիան եւ Մերձավոր Արևելքը, դառնալով աշխարհագրական, քաղաքական, տնտեսական եւ տրանսպորտային կամուրջ։ Ըստ նրա, տարածաշրջանային նշանակության հաղորդակցությունները չեն կարող շրջանցել Ադրբեջանի տարածքը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները վկայում են նաև, որ Ադրբեջանը շահագրգռված չէ Հայաստանի դեմ արդեն ավելի քան 30 տարի շարունակվող շրջափակման եւ մեկուսացման քաղաքականության դադարեցմամբ եւ փորձում է զարգացնել ոչ թե Հայաստանը ներառող, այլ Հայաստանը շրջանցող տարբեր նախագծեր։ Թերևս սա նաև այն պատճառներից մեկն է, որի համար Ալիևը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը, քաջ գիտակցելով, որ այն անխուսափելիորեն բերելու է օրինակ հայ-թուրքական սահմանի բացման, ստեղծելով նաև Հայաստանի տնտեսական զարգացման նոր հնարավորություններ։ Մյուս ուշագրավ դրվագը վերաբերում է Եվրոպա-ադրբեջանական գազի մատակարարմանը։ Այսօր այն արտահանվում է եվրոպական 10 երկիր, որից 8-ը Եվրամիության անդամ։ 2022 թվականի հուլիսին էներգետիկ ոլորտում Ադրբեջան-Եվրամիություն ռազմավարական համագործակցության մասին հռչակագրի ստորագրումով Բաքուն ստանձնել է գազի մատակարարման ծավալների մեծացման պարտավորություն։ Այսօր, սակայն, ադրբեջանական կողմը բախվում է խնդիրների։ Առկա ենթակառուցվածքները գործում են առավելագույն ծանրաբեռնվածությամբ եւ դրանց ընդլայնման հարցը հրատապ է։ Անհրաժեշտ ֆինանսավորում հայթայթել Ադրբեջանին չի հաջողվում։ Եվրամիության հանձնաժողովի հետ փոխկապակցված Եվրոպական ներդրումային բանկն ընդհանրապես դադարեցրել է հանածո վառելիքի հետ կապված նախագծերի ֆինանսավորումը, իսկ վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը զգալիորեն նվազեցրել է նման նախագծերի ֆինանսավորման մասնաբաժինը։ Ադրբեջանական կողմը տարբեր հարթակներում բարձրաձայնում է այս խնդիրը, պահանջելով ֆինանսավորում տրամադրել Եվրոպա-ադրբեջանական գազի մատակարարումները մեծացնելու համար։ Բաքվի համար մյուս խնդիրը երկարաժամկետ պայմանագրերի հարցն է։ Եվրամիությունը պարտավորվել է մինչև 2050 թվականը մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները հասցնել 0-ի, ինչը նշանակում է հանածո վառելիքի, այդ թվում ադրբեջանական գազի ներմուծման դադարեցում։ Ադրբեջանի էներգետիկ քաղաքականության շրջանակում Եվրոպան դիտարկվում է որպես արտահանման հիմնական ուղղություն, եւ նման հեռանկարը ստեղծում է մեծ անորոշություններ ու հարցեր։ Ինչ է անելու Ադրբեջանն արդյունահանված գազը, ինչ է լինելու միլիարդավոր դոլարներ արժողությամբ ենթակառուցվածքների հետ։ Այս անորոշություններով պայմանավորված Ադրբեջանը եվրոպական կողմից պահանջում է վերանայել իր կանաչ օրակարգը, հետևելով Թրամփի օրինակին։ Ալիևի ելույթում առկա մեկ այլ ուշագրավ միտում է արևմուտքի դեմոնիզացիան։ Ադրբեջանի ղեկավարությունն արդեն տևական ժամանակ է հետևողականորեն թիրախավորում է իր ագրեսիվ գործողությունները, ավտորիտար որոշումները, մարդու իրավունքների խախտումները քննադատող արևմտյան լրատվականներին, կառույցներին, կազմակերպություններին եւ երկրներին։
Ադրբեջանական կողմը նրանց պիտակավորում է որպես ադրբեջանատյաց կամ հայամետ։ Այս համատեքստում ուշագրավ է Ալիևի հայտարարությունը, որ Ադրբեջանը չի կատարելու մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, թեև մինչ այս էլ Բաքուն Միեդի որոշումների չկատարման հարցում ընդգծված առաջատար էր։ Այս ֆոնին հատկանշական է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթ ուղղություն է դարձել թյուրքական աշխարհը, եւ Ալիևը փորձում է շրջանառության մեջ դնել Եվրամիության օրինակով թյուրքական միության ձևավորումը, որը կարող է ունենալ անգամ սեփական ռազմական ուժերը։ Ադրբեջանի նախագահի հայտարարություններում ուշագրավ մյուս դրվագը ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերությունների հաստատման բացահայտ ձգտումն է։ 3 ժամանոց հարցազրույցում Ալիևը 16 անգամ հիշատակել է Միացյալ Նահանգների նախագահին, նրա հասցեին շռայլելով գովեստի խոսքեր, զուգահեռներ անցկացնելով Թրամփի եւ իր քաղաքական մոտեցումների միջև, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնելով ԱՄՆ նոր վարչակազմի հետ կառուցելու երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ։ Ադրբեջանի ղեկավարությունը Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունների կառուցման հարցում ապավինում է Իսրայելի աջակցությանը, որը Վաշինգտոնում սկսել է ադրբեջանական շահերի ակտիվ լոբինգ։ Թերևս պատահական չէ, որ օրերս Նովրուզի կապակցությամբ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում Թրամփն ընդգծել է. երախտապարտ է Միացյալ Նահանգների գործընկեր Իսրայելի հետ բարեկամության, այդ երկրին ցուցաբերած աջակցության համար։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ ներկայիս աշխարհաքաղաքական վերադասավորումների շրջանում Ադրբեջանը հնարավորություններ է փնտրում տարածաշրջանային նոր դերակատարում ստանձնելու համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ադրբեջանական կողմը դեռևս չի ցուցաբերում բավարար քաղաքական կամք տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման համար։